Իրանք ինչ են խոստացել վերջի 7 տարում ու այդ խոստումներից ինչ են արել։ Ես եկեք մի քիչ հետ գնամ ու հիշեցնեմ մեր քաղաքացիներին, որ իրենք 18 թվականին, երբ որ արտահերթ թիմ ընտրություններ Երևանում եղավ սեպտեմբերին, իրանք խոստացան, որ հայրենիք կինոթատրոնի մոտ գտնվող այդ խաչմերուկը պետքա լիներ էստակադա։ Էսքիզ ներկայացրեցին, գծագիր ներկայացրեցին, գեղեցիկ ինչ որ նկարեր արդյունքում հետո բերեցին այդտեղ գծանշումներ արեցին, փորձարկեցին, երևի չստացվեց կամ չգիտեմ, հետ կանգնեցին այդ ծրագրից։ Արդյունքում իրանք խոստացան, որ այդտեղ բեռնաթափում կլինի, այդ շինարարություն չեղավ, բեռնաթափում չեղավ, այդտեղ էլա միշտ խցանումներ լինում է, այդտեղ էլա ծանրաբեռնված։ Ուրեմն իրանք խոստացել են մետրոյի կառուցման համար։ Հիմա ես ասեմ 6 անգամ խոստացել են, որ մետրո են կառուցելու։ 17 թվականի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ իրանց անցնելու դեպքում իրանք մետրոն կառուցելու, Աչափնյակի մետրոն կառուցելու են։ 17 թվականին թիմ ընտրությունների ժամանակ, Երևանի ընտրությունների ժամանակ, երբ որ տանիքից տանիք այդ ավտոտնակի կտուրների մանր գալի ու միկրոֆոնով ասում էր ելկա, էլի խոստանում էր, որ պետքա մետրո կառուցի Երևան քաղաքում։ 18 թվականին սեպտեմբերին, երբ որ եղավ արտահերթ թիմ ընտրություններ Երևան քաղաքում, խոստանում էր, որ պետքա մետրո կառուցվի։ 18 թվականին, երբ որ դեկտեմբերին եղավ արտահերթ ԱԺ ընտրություններ, էլի Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ Երևան քաղաքում Աչափնյակի մետրոն կառուցվելու է։ 21 թվականին, երբ որ արտահերթ ազգային ժողովի ընտրություններ էր, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ պետքա Աչափնյակի մետրոն կառուցվի։ 23 թվականի գարնանը կառավարության նիստերից մեկի ժամանակ Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետ կարգավիճակում ներկայ է գտնում նիստին եւ ասում է հետեւյալը. 2 տարում 48 ամսում մետրոն կկառուցվի։ Հիմա 2 տարին անցել է, 48 ամիսն էլ շուտով կլրանա։ Մետրոն չի կառուցվել, մետրոն այս պահին գտնվում է ծրագիրը, ուրեմն շմակ լուսումների փուլում եւ վերջի մեր տեղեկություններով ուրեմն բյուջեի վերաբաշխում եղավ, կառավարությունից հատկացվող պատվիրակված գումարի բյուջեի վերաբաշխում եղավ, ուրեմն որպեսզի ժողովրդի համար շոշափելի լինի փոփոխությունները կամ առաջիկայում ընտրություններից առաջ ինչ որ բան ցույց տան ժողովրդին, ինչ արեցին այդ հատկացված գումարը, որ պետքա գար մետրոյի համար, Աչափնյակ կայարանի համար, իրանք տվեցին տրոլեյբուսների համար, որ մի քանի տրոլեյբուս գա Երևան քաղաք, որպեսզի ժողովուրդը շուտ 26 թվականին տեսնի աշկով տրոլեյբուսա բերվել։ Այնինչ մետրոպոլիտենը իրանք խոստացել են, որ վերջի խոստումն եմ ասում, կկառուցվի 30 թվականին։ Բայց դա պետք է կառուցվեր, նորից եմ ասում, արդեն մինչև 25 թվականը։ Եվ որպեսզի ժողովուրդը շոշափելի ինչ որ բան տեսնի ընտրությունից առաջ, մետրոն կհետաձգեն նորից, կբերեն դրա տեղը մի քանի տրոլեյբուս ժողովրդին խաբելու համար, տեսեք ժողովուրդ ջան, տրոլեյբուս ենք բերել։